Սիրելիներս ողջույն, իմ շատ սիրելի հետևորդներ, բարեկամներ, դուք միացել եք իմ ալիքում, իմ խոհանոցում եք, Իրայի խոհանոցում եք, այսօր իմ խոհանոցում խաղալու ենք, ինչի եմ ասում խաղալու ենք, սենց հավեսով տեսանյութ ենք նկարում, Սուրբ Ծննդյան թխվածքաբլիթներ ենք պատրաստելու։ Եմ որ սիրուն երեխաների հետ խաղում են, դեմ երեխաները մեծացել են, իմ հետ չեն ուզում խաղալ, Անահիտը բայց ինձ կօգնի։ Ինքն էլ է շատ սիրում, Անահիտին երիտասարդից կտրել է մի կերպ, որպեսզի կարողանանք տեսանյութ նկարենք, սիրելիներս, հետո Անահիտն էլ կմիանա։ Պատրաստել ենք թխվածքաբլիթներ, հեշտ արագ խմոր են, շատ հեշտ ու արագ ու շատ հեշտ են պատրաստում։ Կարևորը շատ հաճելի է այս թխվածքաբլիթներ պատրաստելը։ Ինչ է անհրաժեշտ լինելու, սիրելիներս, ընդամենը ալյուր, շաքարավազը մոռացել եմ, հիմա կավելացնեմ։ Անհրաժեշտ է լինելու շաքարավազ, 350 գրամ ալյուր, 100 գրամ շաքարավազ, 2 հատ ձու ենք օգտագործելու եւ յուղ, 150 գրամ յուղ ենք օգտագործելու, սիրելիներս, արդեն կշռել պատրաստել եմ, օգտագործելու ենք ռեդի յուղ, այս յուղով ես արդեն բազմաթիվ թխվածքաբլիթներ եմ պատրաստել, գրաթաներ եմ պատրաստել, իմ ալիքում կա, տեսեք որքան լավ է ստացվում, ամենակարևորը շատ համեղ են լինում, սիրելիներ, հանգիստ ձեռք բերեք, օգտագործեք, նամանավանդ որ բուսական է, հիդրոգենացված նյութեր չունեն, հանգիստ կարող եք օգտագործել, ինչպես նաև ովքեր խոլեստերինի խնդիրներ ունեն։ Սիրելիներ, սկսում ենք, մոռացա ասեմ, վանիլին եւ խրեցուցիչ։ Խրեցուցիչը այստեղ այդքան էլ կարևոր չի։ Մի փոքրիկ էսպես մի պտղունց ենք անելու, որովհետեւ մեզ պետք չեն ուռած թխվածքաբլիթներ ու շատ էլ տարածված թխվածքաբլիթներ չեն անհրաժեշտ, այնպես որ պետք է բաղադրիչները մի քիչ ստաբիլիզացված լինեն, հավասարակշռված լինեն։ Հիմա ինչ ենք անելու։ Ուրեմն, ալյուրին կավելացնենք շաքարավազը։ Իդեպ ես շաքարավազ ձեզ ասեցի 100 գրամ, բայց ես շատ քիչ քաղցր եմ անելու, որովհետև թխվածքաբլիթները շատ քաղցր չեմ սիրում, 4 ճաշի գթալ շաքարավազ եմ ավելացնելու, սա իմ չափն է, բայց եթե ուզում եք գրամներով իմանալ, այսքան չափաբաժնին 100 գրամը բավական է, շատ չավելացնեք։ Կխառնեմ, կավելացնեմ իմ խոստացված մեկ պտղունցը խրեցուցիչը, որ կարողանամ բացեմ, կավելացնեմ, այսպես, շատ քիչ, սենց աչկաչափով ավելացրեք և վանիլին, շաքարայի վանիլին է, դա էլ ենք ավելացնում ենք յուղը, կարող եք շատ հանգիստ օգտագործել նաև կարակ, ձեթով միշտ էլ ասել եմ, այդքան էլ խորհուրդ չեմ տալիս, որովհետև ձեթի բաղադրությունը մի քիչ ուրիշ է, համն ու հոտը ուրիշ է, եթե ցանկանում եք, որպեսզի համեղ ստացվի, խորհուրդ եմ տալիս կարակ կամ յուղ, պարտադիր է, և 2 հատ ամբողջական ձու ենք ավելացնելու, այսքանից հետո մեր ինչ է մնում, ոնց է խմորը, այսպես մի անգամից խառնեք, կարող եք յուղը, կարագը, ձուն իրար հետ սկզբից արել, հետո նոր ավելացնել ալյուրը, ինչպես ցանկանում եք, ես միշտ էսպես եմ անում, հետո ձեռքերով լավ հունցելու եմ։ Խմորը տեղափոխում ենք սեղանի վրա, որպեսզի ավելի արագ հավաքենք։ Սիրելիներ, աշխատեք շատ ալյուր չանեք։ Ավելի լավ է խմորը թողնեք մի քիչ սառնարանում, որպեսզի սառի, պնդանա, այդպես ավելի լավ կստացվի, որովհետև շատ ալյուր անելով թխվածքաբլիթները հետո այնքան չոր են լինում, ոչ թե խրթխրթան, այլ չոր, դրանք շատ տարբեր են, ունենալ խրթխրթան համեղ թխվածքաբլիթներ, թե չոր պինդ թխվածքաբլիթներ, դրանք շատ տարբեր են։ Խմորս հավաքվեց, տեսեք, ինչպիսի խմոր պետք է լինի։ Փափուկ, ձեռքերին չկպնող, տեսեք, այսպիսի խմոր պետք է լինի։ Հիմա, ինչ խորհուրդ եմ տալիս ձեզ, եթե չեք կարողանալու այս խմորով աշխատել, զգում եք, որ բացելուց հետո, կտրատելուց հետո ինքը փշրվում է, խորհուրդ եմ տալիս պահեք սառնարանում, գոնե 1 ժամ պահեք։
Կամ էլ բացեք կրկնակով, բացված վիճակում, ընդամենը 5 րոպե պահում եք սառնարանում, հետո շատ հեշտ է լինում աշխատել։ Հիմա ես կփորձեմ, տեսնենք ինչպես կստացվի։ Եթե կստացվի, կշարունակենք։ Եթե ոչ, կպահենք սառնարանում։ Ուղղակի շտապողների համար խորհուրդ։ Քամորի 2 գնդի են բաժանել, 2 հատ թղթի արանքում այսպես դնում ենք, որպեսզի ավելի հեշտ լինի աշխատելը։ Այսպես էլ կարող եք կրկնակել, սիրելիներ, բայց կրկնակը, որպեսզի անընդհատ չկպնի, ձեզ չխանգարի, խորհուրդ եմ տալիս թղթով արեք, ավելի հեշտ է թղթով աշխատելը։ Այսպես էլ է հեշտ, թղթով էլ է հեշտ, ուղղակի թղթով ավելի արագ է ստացվում ու ավելի հեշտ է ստացվում։ Այսպես, արագ կբացեմ։ Այսպես, բարակ շերտ են բացել։ Հիմա մյուսն են բացում մի անգամից ու հետո կտրատում ենք թխվածքաբլիթները։ Մինչև կբացեմ այս մյուսը, սա կդնեմ սառնարանում, որպեսզի սառա։ Սիրելիներ, քանի որ խմորս շատ տաք է, ամեն դեպքում, բայց ստացվում է։ Հիմա այսպես պատկերները, սա ըստ ցանկության է, դուք ինչպես ուզում եք, այդպես էլ կանեք, ինչպիսի պատկերներ ուզում եք, տեսեք, մի քանի հատ արդեն տեղադրել եմ, այդքան էլ հեշտ չի, որովհետև խմորը պետք է լինի լավ սառը վիճակում։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս աշխատել միայն սառը վիճակում, որովհետև իրեն պետք է վերցնեմ ու անմիջապես դնեմ, բայց դանակով եմ վերցնում, այսպես եմ անում ու տեղադրում։ Ջեռոցը արդեն միացրել եմ, պետք է լինի լավ, տաք վիճակում, տեսեք ինձ սիրում մարդուկ է, այսպես դնում եմ, տեսեք։ Ջեռոցը միացրել եմ, սիրելիներ, քանի որ թխվածքաբլիթները շատ բարակ են, նուրբ են ու փոքրիկ են, թխվելու են ընդամենը 5-ից 6 րոպեում, չենք վառում, չպետք է վառի։ Եթե ուզում եք, հետո արդեն զարդարելու ենք, որը զարդարելու ենք, որը պահելու ենք հենց այդպես, ինչպես որ ուզում եք։ Թխելու ենք 160 աստիճանում, վերև ներքևը միացված, երկու կողմերը միացված, սիրելիներ։ Հիմա այսպես մենք կշարունակենք։ Ապիոչկոս։ Վերջացրեցի։ Խաղալը վերջացրեցինք, ես ու Անահիտը հավեսով սիրուն խաղացինք երեխուս հետ, սիրելիներս, հիմա ջեռոցը արդեն լավ տաք է, թխելու ենք 160 աստիճանում, արդեն ասել էի վերև ներքևը միացված, զգուշ եք լինում չվառվի։ Իմ մոտ փոքրիկ են, ես դրա համար եմ ասում, եթե մեծ, օրինակ տեսեք, ես այստեղ 2 հատ մեծ փոքրիկ աղջիկներ է, այսպիսի կտրվածք է, հետո իհարկե էլի շարունակել ենք խաղալ, հիմա դնում եմ թխելու ու կհանդիպենք, որ արդեն պատրաստ լինի, սկսում ենք։ Թխվածքաբլիթները արդեն պատրաստ են, սիրելիներս թողնում ենք, որպեսզի լավ հովանան ու սկսում ենք զարդարել։ Սիրելիներս տեսեք, թխվածքաբլիթները պատրաստ են, ես արդեն սկսել եմ զարդարել, ուզում եք զարդարեք, հենց այսպես էլ շատ գեղեցիկ են, նշանակություն չունի ոնց ուզում եք, ուղղակի շատ հաճելի է անել այս աշխատանքը ու իդեպ խորհուրդ եմ տալիս, գեղեցիկ երաժշտություն միացրեք, որը ձեզ հիշեցնի շատ բարի օրեր, Սուրբ Ծննդյան երգեր միացրեք եւ այդ երաժշտության ներքո աշխատեք։ Հիմա ես ու Անահիտս միասին կաշխատենք, իսկ դուք հետևեք մեր աշխատանքին։
Սիրելիներ, աշխատանքը մոտենում էի իր ավարտին, տեսեք, ես ու Անահիտը սենց հավեսով խաղացինք, հրաշք, ապրի աղջիկս։ Վերջացրեցինք, մեր սիրուն գեղեցիկ թխվածքաբլիթները պատրաստեն, Անահիտը նմանակին գտավ, այսպես գանեմ տեսեք, սա մեծն է, սա փոքրը, ինքը յուրաքանչյուրի համար նմանակ է գտել, տեսեք, սա էլ էսպես, հիմա կդասավորեմ, պետք է թողնենք, որպեսզի մի քիչ սարի պնդանա, որովհետև իրար վրա դնելուց հիմա կլղոզվի, կտգեղանա, ես այս թխվածքաբլիթները փոքրիկ տուփերի մեջ գեղեցիկ դասավորելու եմ ու բաժանելու եմ մեր հարևան եւ ընկերներին։ Սովորաբար ես այնքան շատ եմ պատրաստում այսպիսի թխվածքաբլիթներ, ամեն անգամ Սուրբ Ծննդյան տոներին սիրում նվեր է ուղղակի հարազատներին նվիրելու համար։ Սա ուղղակի տեսանյութի մեջ այսքան պատրաստեցինք, ես իհարկե հետո, հիմա Սուրբ Ծնունդ չի դեռ, շատ շուտ է, հետո էլի կպատրաստեմ ու կնվիրեմ մեր ընկերներին։ Սիրելիները, շնորհակալ եմ, որ դիտեցիք, շնորհակալ եմ, որ իմ հետ եք, իմ ալիքում եք, չգիտեմ ինչպես ասեմ, շատ շնորհակալ եմ։ Ձեր վստահությունը իմ հանդեպ պարտավորեցնում է, որ ես ավելի ու ավելի շատ աշխատեմ, որպեսզի ես իմ ազատ օրը օգտագործեմ միայն տեսանյութեր նկարելու համար, ուղղակի չեմ հանգստանում ես։ Այսքանը ասեմ, բարի տոներ բոլորիս, ուզում եմ որպեսզի բոլոր ժպտակ, ուրախ լինեք, ոչ մի տխուր բան չլինի մեր հայ ընտանիքներում, օջախներում, ով էլ որ տխուր է, մի քիչ սենց փոքրիկ աշխատեք, եթե տանը փոքրիկներ կան, ուրախացրեք, այդ է տեսնեք, որ ձեր մոտ ժպիտ է առաջանալու, որովհետև շատ հետաքրքիր աշխատանք է երեխաների հետ անցկացնելու համար։ Դե ինձ սիրելիներս, հաջողություն բոլորին, ես կփորձեմ կասեմ ձեզ համ ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութում, ես հիմա այստեղ պետք է մաքրեմ ամբողջը ներկեմ մեր սեղանը ու խոհանոցը։ Հիմա այս մի պուջուրիկին կվերցնեմ, կփորձեմ, կասեմ համը ինչպիսին է։ Դասավորել եմ սիրուն, սպասում եմ, որպեսզի սարի, հետո արդեն կփաթեթավորեմ։ Ոչ թե միայն համեղ է, այլ նաև շատ հաճելի է։